կուրսը տենց կախված է նրանից կամ դրա պատճառով է սարքած, որ կանոնց բոլորս նաև այլ տեղեր ենք ներում անում, փորձում ենք նաև օգտակար լինել այս ուղղությամբ, ինչու որտեղ տենց ես ու Անան ենք այս կուրսը սարքել, Աննա Բրունոն, տենց մի 15 տարվա ավել ես փորձ ունեմ ներումային ուղղությամբ, Անան Նյու Յորքում աշխատել, Solomon Barney City եւ այլն։ Հենց որ բավականին շատ փորձ կա, ներումային բանողությունը շատ կարեւոր է, բայց նաեւ տենց բարբերաբար լիքը սխալներ կարող արվեն ու ըստ դրա դա մեր վրա է ազդում, որտեղ եթե մարդիկ սխալներ են անում ուրիշտեղ, նաեւ ավելի քիչ հավանականություն է, որ իրանք մեր մոտ շարունակեն, այսպես ասած փորձը կա այլ տեղեր նայել։ Ստեղ այս բանը բաղկացած է մի քանի content-ը բավականին շատ է, այսինքն մատերիալը բավականին շատ է, ոնց որ անցնելու եմ բավականին արագ, հենց հարցեր լինեն ստեղ կամ ինչ-որ YouTube-ում գրեք, ուրախ կլինենք բարձրաբանել։ 5 հատ բան է, բաժին է այս կուրսի ընթացքում, մեկը ինչու է ընդհանուր առմամբ ֆինանսական մասը կարևոր, հենց արագ դրանով կանցնենք, դիվերսիֆիկացիան սկզբից խոսանք, բայց նաև հետո ավելի պրակտիկորեն օրինակներ կտրվեն։ Խոսանք նաև ֆինանսական նպատակներ, չգիտեմ, ինչ տիպի նպատակներ են մարդիկ սովորաբար ունենում, հետո խոսանք ինչ արժեթղթեր կան, ինչ է ռիսկը, ինչ տիպի զարգացումներ են, ինչից է կախված այդ արժեթղթի գինը օրինակ։ Մի քիչ անձնական ֆինանսներից նաև, չգիտեմ, net worth, ոնց են հաշվարկում զուտ ունեցվածք, չգիտեմ, տարբեր գործիքներ։ Հետո խոսենք պորտֆոլիոյի կառուցվածքի մասին, այսինքն ինչ տիպի ռիսկ ենք մենք ուզում վերցնել, լիկվիդայնությունը եւ ժամանակահատվածը ինչ ժամանակով ենք մենք ներում անում։ Խոսանք հետո լավագույն փորձից, կարճ երկարաժամկետ, ինդեքսներ եւ այլն, պորտֆել ոնց կառուցել, այդ մասն է շատ կարեւոր լինելու։ Ու վերջում, չգիտեմ, մի քիչ կարճ թե ինչ հարթակներ կան, եթե մարդիկ դրանով հետաքրքրված են, տեղյակ չեն։ Դրա մասին էլ Equify մասին առանձնապես շատ չենք խոսակ, այլ վեբինարներ են այդ ուղղությունով արվում, բայց սկսենք բոլոր դեպքերից։ Ֆինանսական մասը երկու մասից է բաղկացած սովորաբար, նախ անվտանգությունն է, որտեղ աշխարհը փոխվում է, չգիտեմ, այսպայ ռոբոտներ, ինքնավար մեքենաներ, այդ ամենը փոխվում է ու չգիտեմ, նաև սեկտորներ, տնտեսություններ ու այդ ազդում է բոլորիս վրա։ Տնտեսությունն է փոխվում, ռեցեսիաներ, փոխարժեքներ եւ այլն։ Մեր ընդհանուր Հայաստանում, որտեղ նշում ենք ֆինանսական մասը բավականին թույլ է, շատ սպառվածության մասը մեր մոտ բավականին բարձր է Հայաստանում համատած այլ երկրների հետ, մենք ամենաբարձր տենց 25 երկրների մեջ ենք մոտավորապես, ինչ վերաբերում է ինչքան ենք սպառում եւ ինչքան ենք խնայում։ Մի քիչ լավացել է այս վերջի տարիների ընթացքում է ստատիստիկան, բայց տենց էլի մի, չգիտեմ, կարող է 20 բան միավոր անցել ենք առաջ կամ 20 տեղ, բայց բավականին ցածր է։ Նաև այս մասն է կարևոր, որ ընդհանուր առմամբ, երբ որ նայում ենք վարկավորմանը տնտեսության, բայց նաև անձնական սեկտորին, այսպես ասած, ինքը բավականին բարձր է, հենց որ այդ ղեկավարել անձնական ֆինանսները էլ ավելի կարևոր է դառնում, սա ոնց որ տեսնում ենք վարկերի մասով սպառողական վարկերը հիպոթեկայինը բավականին բարձր եւ արագ աճում են, մնացածը շատ ավելի դանդաղ։ Եթե համեմատում ենք երկու, այսինքն տնտեսություն, մեկը մենակ սպառման ուղղված, մյուսը սպառում համ խնայողություն, ինչ որ բայի այդ խնայողությունները առաջացնում են եկամուտ իհարկե, ավանդներից տոկոսներ եւ այլն, ու այդ ամբողջ, այդպես ասած, կապիտալ ունեցվածք այդ տենց է ձևակերպվում։ Այստեղ մի քիչ ավելի մանրամասն է սա ամեն ինչը, բայց ընդհանուր առմամբ խնայողությունը շատ լավ է համ ներքին խողովակով, այսպես ասած, համ դրսի, այսինքն նույնիսկ եթե խնայողություն ենք անում, դրսում ենք ներդիմանում եւս լավ է ազդում, sense այստեղ չխորանանք, եթե հարցեր լինեն, հետո ուրախ կլինենք մանրամասնել։ Ու նաև, չգիտեմ, շատ հարցեր հնչում, թե չգիտեմ, happiness-ի վրա, այսինքն ուրախության մեր վրա ազդում է թե չէ, իհարկե, այսինքն այնտեղ անվտանգություն կա, այնտեղ մինիմալ ինչ-որ պահանջներ կան, հենց որ իհարկե դա կոռելացիան բավականին բարձր է։ Եվ ֆինանսական, այսինքն upside-ը, այդ ինչքան կարող է ֆինանսական եկամուտ ձևակերպել,
այդ ամեն ինչը եւս դրա հետ է կապված այդ խնայողությունների, այսինքն խնայողությունը դառնում է ներումը ձևակերպում է հեռանկարներ, թե անձնական, թե ընդհանուր մասով տնտեսության ու ստեղ էլ այս կուրսի կամ այս սեսիայի նպատակը այն է, որ մեր մոտ ներողի հաջողությունը շատ կարևոր է ու նաեւ որ այդ ամեն ինչը ճիշտ ղեկավարվի, որովհետեւ այնց փող եք աշխատում, այդ ամեն ինչը պետք է լավ աշխատի, որ օպտիմալ լինի։ Այդտեղ մի քանի հատ ֆունդամենտալ բան է սկզբից առանձնացրել, ինչից է գալիս այդ եկամուտը, որ ձևակերպում է, այսինքն այն ունեցածը, որ ձևակերպում է, նախ ժամանակն է կարևոր, ինչքան սկսենք, որտեղ այդ բարտոկոսներ, այդ ամեն ինչը իհարկե ագումա ինչքանով այս եկամտաբերությունը բարձր լինում հետագայում, այսինքն եկամուտները ու ունեցվածքը ու կախված է նաև այդ պորտֆելի տոկոսադրույքից, այսինքն այդ պորտֆելի ինչքան աշխատում տարեկան 5% աշխատում 7, 10 թե ավել։ Ու ստեղ նաև երրորդ ամենակարևոր մասը ֆինանսներում այդ դիվերսիֆիկացիան է, ոնց որ գնանք, ոնց է ռիսկը նվազեցնում առանց եկամտաբերություն նվազեցնելու, այսինքն սովորաբար ռիսկը եկամտաբերությունը իրար բարձրանում իջնում են ու ֆինանսներում միակ ձևը, որ մենք ռիսկը բարձրացնենք, եկամտաբերությունը բարձրացնենք, դա դիվերսիֆիկացիան է։ Այս մասն է սովորաբար շատ կարևոր, ունենք երկու հատ ակտիվ, մեկը բարձր ռիսկ եկամտաբերություն, մեկը ցածր ռիսկ եկամտաբերություն։ Երբ որ առանձին ենք դիտարկում, իրանք sense առանձին կետեր են, եթե կորելացիան 1 է, այս գծով են շարժվում, բայց երբ որ կորելացիան 1-ից ցածր է, ստանում եք sense տիպի կոր նարնջագույն։ Ինչ է դա նշանակում, որ եթե կորելացիան 1 չի, այսինքն 1 կորելացիան սա է, կորելացիա -1-ը հակառակն է, այսինքն 1-ը իջնում է, մյուսը բարձրանում, մենք կարող ենք ստանալ պորտֆել, որը ցածր ռիսկով, նույն ցածր ռիսկով ինչ-որ ցածր ռիսկի արժեթուղթն է, մենք ստանում ենք էլ ավելի բարձր եկամտաբերություն։ Կամ կարող ենք նույնիսկ ավելի ցածր ռիսկով պորտֆել ստանալ, քան ասել ցածր ռիսկի բանը, արժեթուղթը, բայց ավելի բարձր եկամտաբերությամբ։ Սա նաև պրակտիկորեն մի քիչ հետո կնկարագրենք, ոնց որ ասում եմ, դիվերսիֆիկացիան միակ sense անվճար բանն է, որ մենք ստանում ենք ֆինանսներում։ Այս կորելացիաներն են ստեղ նկարագրված, մի հատ այտենց ուսումնասիրություն արվեց նաև մեր կողմից վերջերս, մեր արժեթղթերի հետ կապված, բայց սովորաբար ինչքան բարձր է կորելացիան, այնքան դիվերսիֆիկացիայի իմաստը կորում է, ինչքան ավելի ցածր է կորելացիան, այսինքն 0.3 օրինակ կամ 0.4, այնքան ավելի լավ։ Կորելացիաները լինում են նաև բացասական, այսինքն մեկը բարձրանում է, մյուսը իջնում է, որը էլ ավելի լավ է։ Ու ստեղ ֆինանսներն այն կարևոր է այդ կարգապահությունը, այսինքն ստեղ նենց չի, որ եկամուտները կախված են, որ մենք ինչ-որ բան ավելի լավ ենք ներդրումանում, ավելի վատ ենք ներդրումանում, սովորաբար կախված է կարգապահությունից ամեն անգամ, ամեն ամիս նույն, այսինքն պորտֆելում, որը մենք նախորդ ձևակերպել ենք, նույնտեղ ներդրում անենք ու դա երկարաժամկետ, այսինքն ինչքան երկար է այդ ամեն ինչի գործողությունը անում, այնքան ավելի էքսպոնենցիալ են այդ բաները, եկամուտները դառնում։ Այս պահին մանավանդ կանի, որ աշխարհում տարբեր բաներ են կատարվում, ցույց ենք տալիս սովորաբար նաև այս գծապատկերը, ինչ է սա նշանակում, ամեն տարի, չգիտեմ, կիսամյակը մեկ, ամեն 5 տարի ինչ-որ շոկերի է ենթարկվում տնտեսությունը միջազգային, տարբեր խնդիրներ, բայց ոնց որ ստեղ նայում ենք, լինի դա, չգիտեմ, COVID, լինի դա, չգիտեմ, տարբեր տիպի կրիզիսներ, թրենդը սովորաբար նույն ձևով վերև է բարձրանում, այսինքն թրենդի կորը շարունակաբար աճում է, ինչի այն թրենդը դրական սովորաբար մեծամասամբ երկու բանից է բաղկացած, մեկը արտադրողականությունն է, այսինքն կազմակերպությունները դառնում են ավելի արտադրողական, ավելի էֆեկտիվ ու նույն, այսինքն բանով այն ինչ որ իրանք օգտագործում են ավելի մեծ արժեք են ստեղծում։ Երկրորդը ինֆլյացիան է ինչ-որ չափով ու եւս սրա վրա ազդում է, բայց հենց աշխարհը ոնց որ ասում ենք երբեք չի ավարտվում ու այդ տրենդը սովորաբար աշխատում է դեպի վերև, մոտավորապես նայած ինչ շուկայի մասին է խոսքը, բայց այդ առումով կարելի է նույնիսկ կանխատեսել։ Ֆինանսական մասից խոսանք, այսինքն ֆինանսական ինչ նպատակներ մարդիկ կարող են ունենալ։ Այստեղ 4 հատ է նկարագրված, նախ առաջինը այն է, որ ամենաֆունդամենտալ այն է, որ մենք ունենք ինչ-որ
բարձիկ հնարավորությունների, որ եթե աշխատանք ենք փոխում, եթե ինչ-որ մեծ ներդրում պետք անել, կամ չգիտեմ, սենց ինչ-որ մի բան, մեքենան ապչացել, ունենք այդ ֆոնդը սովորաբար ասում է, որ մի քանի ամսվա գումարը պետք է տեղ, ինչա դակները ինչի վրա են հետո ազդում, իրանք ազդում են մեր պլանավորման վրա, այսինքն մենք ինչ տիպի նպատակ ունենք, դա կախված է լինում մեր պլանավորման, ու ասենք երկարաժամկետ ինչքան ժամանակով ենք մենք այս գումարը կառավարում, ինչքան ենք ուզում, որ այդ կապիտալը հասնի, ինչ թվի ենք ուզում, որ այդ կապիտալը հասնի եւ ինչ որ պահի այդ կապիտալը ոնց է վերադառնալու մեզ։ Հիմա այս 4 նպատակն է, wealth protection նշանակում է, որ մենք ունենք ինչ-որ ունեցած, ուզում ենք ինքը ուղղակի մնա, որ ինֆլյացիայով ինքը այսպես ասած չփորի, ունենք երրորդ նպատակը, որը passive եկամուտն է, որ ավելի բարձրացնում է մեր, այսինքն փոխից որ եկամուտ գա, ինքը հեսա խոսենք նաև դրա մասին, բայց տենց ամենաերկարաժամկետը չի, ինքը կախված է երբ ենք մենք այդ գումարները սկսում հանել, որտեղ երբ որ սկսում ենք գումարները հանել, իհարկե ավելի կստիգնա, հետո կուտակվում։ Եվ չորրորդ նպատակը այդ բանն է, աճն է, այսինքն մենք ունենք ինչ-որ կապիտալ, ուզում ենք դա փոխանցենք, մենք այդ փոշակի համար է, երեխեքի համար է, չգիտեմ, ուծե ինչ-որ բան ուզում ենք նաև ներդրումներ անել, ոչ թե միայն, չգիտեմ, եկամտաբերության համար։ Հիմա, որ նայում ենք ավելի մանրամասն այս նպատակներին, այս emergency fund-ը, այսինքն հնարավորությունների բարձիկը մոտավորապես մի 3 ամիս պետք է լինի, եթե ոչ ավելի։ Ինքը պետք է լինի լիկվիդային, սովորաբար բանկային ավաններ են օգտագործվում, շատ ժամանակ երբ որ հարց ենք տալիս ինչի է մեր մոտ քիչ խնայվում, մարդիկ ասում են, չգիտեմ, բանկային համակարգ, չգիտեմ, ապահով չի, մեր մոտ Հայաստանում, չգիտեմ, 25 տարի է ոչ մի բանկ չի սնանկացել, այլ երկրներում նայում ես, չգիտեմ, տասնյակներով սնանկացել է, սովորաբար նույնիսկ երբ որ սնանկանում են, բայց խնդիր չի առաջանում, այս բոլոր դեպքերում։ Երկրորդ նպատակը այդ wealth protection-ն է, այսինքն մենք ունենք պահպանում, ուզում ենք պահպանենք, ինչ ենք այդտեղ սովորաբար օգտագործում այդ տեսակետից ելնելով, նպատակից ելնելով, շատ են օգտագործվում պարտատոմսերը եւ շատ է օգտագործվում անշարժ գույքը, անշարժ գույքը կամ ինֆլյացիայի դեմ է լավ աշխատում, ամեն ինչ-որ չափով կապված է տնտեսության հետ։ Պարտատոմսերն են օգտագործվում, բայց երբ որ ինֆլյացիան ավելի բարձր է, սովորաբար առանձնապես ավելի քիչ է փորձվում տեղներում անել։ Այն ինչ կարելի է այստեղ ասել, նաև այդ գեոգրաֆիայի մասով դիվերսիֆիկացիան է կարևոր, մանավանդ եթե ամենաստաբիլ տարածաշրջանում չես, այդ բանը այդ ոնց ասում աշխարհային դիվերսիֆիկացիան կարևոր է։ Էլ ինչա այստեղ նպատակ ինչ որ չափով տրված է դե ինչքան գումար ունենք, ոնց կարող է դա կառուցվի, այստեղ ասեմ սա որևէ դեպքում խորհրդատվություն չի, այլ շատ կրթական նպատակներից ելնելով այս ամեն ինչը, մենք այս պրոդուկտներից մենակ ստարտափների պրոդուկտներ տրամադրում, հենց որ այս տեսանկյունից մենք էլ ենք ներդրող, մենք էլ ենք ներդրում տարբեր տեղեր, բայց ու փորձից եւ ելնելով այս ամեն ինչը կրթական նպատակներից ելնելով։ Passive եկամուտը, եթե ուզում ենք այդ ուղղությունով գնալ, այստեղ մի քիչ ավելի շատ ենք ռիսկ վերցնում, տեսնում ենք, չգիտեմ, բաժնետոմսեր, ավելի շատ թե պորտֆելի կեսը օրինակ, եւ ինչ որ չափով եթե երբ որ այդ գումարը կուտակվում է, մենք սկսում ենք նաեւ այդ գումարից օգտվել։ Դա կարող լինի 10 տարուց հետո, կարող 20 տարուց հետո նայած մեր ասենք երբ ենք ուզում այդ գումարը արդեն սկսել օգտագործել։ Եվ հա, այսինքն ժամանակահատվածն է, ինչքան ենք մեր գումարում այդ պորտֆելի մեջ սկզբում, եւ ինչքան ուզում ռիսկ վերցնել այդ պորտֆելի մասով։ Այս տիպի պորտֆելը, որը ավելի դիվերսիֆիկացված է, ավելի շատ տեխնոլոգիական մասնաբաժին կա սրա մեջ, ավելի շատ բաժնետոմսեր, ինքը արդեն աճին միտված պորտֆել է, որպես օրինակ, հա։ Այստեղ ավելի քիչ են պարտատոմսերը, ավելի շատ են տարբեր տիպի բաժնետոմսեր։ Այն ինչ կարելի է այստեղ ասել, այստեղ արդեն մենք սովորաբար շատ ավելի շատ ժամանակ ունենք, ավելի երիտասարդ փուլում ենք, այսպես ասած, ավելի շատ ժամանակ ունենք ու ավելի շատ ռիսկի ենք հակված, քան զուտ պահպանողական, որի գումարը մնա։ Ու էլի, ինչից է կախված, ասենք ոնց ենք մենք այդ ինչքան է կուտակում ընթացքում, կախված է իհարկե ժամանակահատվածից եւ ինչքան ենք մենք իսկ բանը այդտեղ հատկացնում այդ պորտֆելի։ Եթե հարցեր լինեն, ասեք, եթե չէ, ես տենց անցնեմ մատերիալով ու գուցե վերջում քննարկենք։
Ֆինանսական հիմա խոսենք մի քիչ արժեթղթերից եւ ռիսկից եւ այդ արժեթղթերի պրոֆիլից։ Նա ինչա նշանակում ռիսկ, բոլոր ներդրումները ռիսկային են ու անկանխատեսելի։ Ու իհարկե պետք է այդ ռիսկը գնահատել, հասկանալ ինչ տիպի ռիսկ է այդ արժեթղթի հետ կապված։ Ինչա ռիսկը նշանակում, նշանակում է, որ այն ինչ որ մենք պլանավորում ենք, կարա շահվի այդ մեր պլանավորումներից։ Ու եթե ինչքան շատ է շահվում, ինչա այդքան է բարձր ռիսկ, այսինքն եթե մեր մոտ եթե սումա 100 պլյուս մինուս 5 շատ ավելի քիչ է, ասե 100 պլյուս մինուս 50, այդտեղ ռիսկը շատ ավելի բարձր է։ Ռիսկը նաև կոռելացիա ունի բարձր եկամուտների հետ, այսինքն ինչքան բարձր ռիսկ, այնքան ավելի բարձր եկամուտ։ Ու ինչքան բարձր ռիսկը նաև պատանումները շատ ավելի բարձր լինեն։ Ոնց է ռիսկը չափվում, այդ կարևոր մասը ստեղ, մի քանի օրինակով հետո էլի ցույց կտանք։ Ռիսկը չափվում է, այսպես ասած, standard deviation-ից, այսինքն էլի այդ հարում ունենք, ինչքան ինքը կարա բարձրանա եւ իջնի, չափի բան կա, չափան միավոր կա, որը կոչվում է standard deviation, սովորաբար այս normal distribution-ը մեր մոտ, մենք միջին օրինակ բաժնե տոմսերից միջազգային ակնկալում ենք, չգիտեմ, օրինակ 7% եկամուտ տարեկան, սովորաբար 7%-ը կարա լինի պլյուս մինուս, չգիտեմ, 15։ Սովորաբար այդ շրջանակում, այդ կապույտի normal distribution-ի ժամանակ 68%-ի ընթացքում մենք ունենալու ենք միջինացված ինչ-որ եկամտաբերություն, ասենք 7% պլյուս մինուս 15, պլյուս մինուս 20 նայած արժեթով։ Ինքը այսինքն 7-ը միջինում, բայց պլյուս 15 կարա 22 լինի, կարա մինուս ինչքան ատեղ, մինուս 8 լինի։ Ու այդ մինուս 8-ը կարա իհարկե ավելի բարձր լինի, ավելի ցածր, բայց սովորաբար այս 68%-ը բանի արդյունքի սովորաբար ընկնելու է այս դրա մեջ։ Այստեղ այս մասն է նաև շատ հետաքրքիր, որտեղ ուսումնասիրում ենք այս պատմականորեն տարբեր արժեթղթեր, ինչ տիպի ռիսկ են իրանք ունեցել, ինչ տիպի միջին եկամտաբերություն են ունեցել։ Օրինակ S&P 500-ը որ վերցնենք, մոտավորապես 10%-ի եկամտաբերություն է տարեկան եղել, ու standard deviation-ը եղել է 17, այսինքն 68% հավանականությամբ իր եկամուտները լինելու են մինուս 7%-ից տարեկան, պլյուս 27%։ Կարան ավելի բարձր լինեն, ավելի ցածր, բայց շատ ավելի անհավանական է։ Մենք նայել ենք նաև այս վերջի ավելի կարճ հատվածով, որպեսզի կարողանանք համատենք հայկական ակտիվները։ Տեսնենք 2003-2025 դոլարով եւ ինֆլյացիայից հետո շատ ավելի համեմատելի լինի, ուսավ ունենք թվերը եկամտաբերության տարբեր տիպի ակտիվների, չգիտեմ, ավաններ, ոսկի, չգիտեմ, անշարժույթ եւ այլն, ունենք իրանց ապարումները standard deviation-ը։ Հիմա sense որ առանձին նայենք, կարանք ասենք օրինակ, որ չգիտեմ, S&P 500-ի 9% միջինում, 16% standard deviation ռիսկով, ոսկին, չգիտեմ, 9.17.5 գնանք, չգիտեմ, ամբողջ հիմարը նայենք S&P։ Ուզում եք էլ ավելի բարձր եկամտաբերություն, դնենք technology բաների մեջ, նաստակի մեջ, ավելի բարձր եկամտաբերություն, ավելի բարձր ռիսկ իհարկե։ Դա մի քիչ խաբուցիկ մոտեցում է, որտեղ այդ դիվերսիֆիկացիայի մասը մենք անտեսում ենք։ Ու դրա նաև մենք կարանք օրինակ վերցնել, օգտագործել երկու արժեթուղթ զուտ հետաքրքրության համար, թե ինչ է ստացվում։ Այս թվերը կարելի է դնել ChatGPT կամ ստատիստիկան վերցնել, դնել ChatGPT կամ ինչ-որ AI, ինքը կհաշվարկի կտա, ֆորմուլաները կան իհարկե մի քիչ ավելի դժվար են, բայց այդ միջոցով շատ հեշտ է AI-ով սա անել։ Օրինակ վերցնենք ոսկին ու S&P-ին 50-50 պորտֆել ստեղծենք, իր միջին սպասված եկամուտը լինելու է 9.85, բայց ռիսկը նվազելու է դեպի 12.6։ Այսինքն մենք այս երկուսը վերցնենք իրար հետ դնենք, իր ռիսկը դառնալու է էլ ավելի ցածր, քան թե այս երկուսը միջինում կամ նույնիսկ այդ երկուսի կամ նպատից էլ ավելի ցածր։ Ու այս պրակտիկորեն հենց սա է նշանակում այդ դիվերսիֆիկացիան։ Ու որտեղից է, ինչու է սա տեղի ունենում։ Սա տեղի ունենում, որտեղ մի կարևոր բան այդ կոռելացիաներից որ նշեցի, այդ կոռելացիաները շատ կարևոր են ու տարբեր արժեթղթեր ունեն տարբեր կոռելացիա իրար հետ։ Այստեղ մենք վերցրել ենք նույն արժեթղթերը, հաշվել ենք իրանց կոռելացիաները իրար հետ, ինչքան ցածր են էլ ավելի լավ։ Մի քանի բան պետք է հաշվի առնել, որ օրինակ ոսկին անցած տարի եւ նախանցած տարի շատ բարձր եկամտաբերություն է ունեցել,
հիմա 9.8-ա, բայց պատմականորեն ինքը ավելի մոտ է, չգիտեմ, 9%-ին, 8%-ին, 8.5%-ին է։ Ու բոլոր արժեքները, չգիտեմ, դատանումներ ունեն, բայց այս կորելացիան, որը բացասական է, իհարկե ինչ է նշանակում, չի նշանակում, որ ինչ որ մի ակտիվ շատ լավն է, ինչ որ մի ակտիվ շատ վատն է, նշանակում է, որ եթե մենք այդ երկու ակտիվ ցածր կորելացիանով դնենք մեր պորտֆելի մեջ, ստանանք նույն էֆեկտը, ինչ որ ունեցանք այստեղ։ Սա ոչ մի ձև խորհուրդ չի ոսկի ու S&P-ում ներդրում անելու, ուղղակի զուտ որպես օրինակ է, պորտֆելը շատ ավելի դիվերսիֆիկացված պետք է լինի, քան դա էլի մի քանի օրինակով սա ցույց կտանք։ Սա մասին էլ նշենք, երբ որ օրինակ ներդրում ենք անում ինչ-որ միտեղ, կարևոր է իմանալ ով է եւս այդտեղ ներդրում անում։ Մենք սովորաբար աշխարհում 3 տիպի կան ներդրողներ։ Ներդրողներից մի խումբը կարելի ասել, ոնց ասեմ, սովորաբար մարդիկ են, որոնք մասնագիտացված չեն ոլորտում, որոնք ամբողջ օրը չեն ֆինանսական ոլորտում, չեն ներդրումներով չեն զբաղվում։ Դա հանրությունն է, մենք ենք, որոնք այնպես ներդրում ենք անում։ Երկրորդ խումբը դա ներքին մասնագիտացված ներդրողներն են, ներդրումային ընկերությունները, բանկերը, կենսաթոշակային ֆոնդերը։ Իհարկե իրանք շատ ավելի մասնագիտացված են սա ինչի մեջ, իրանք նայում են ռիսկերը, նայում են եկամտաբերությունը, պորտֆելը ոնց են կազմում ու նաև ունեն ինչ-որ չափանիշներ, որտեղ կարան ներդրում անեն, որտեղ չեն կարող ներդրում անեն, ու ռիսկից ելնելով, բայց նաև այլ չափանիշներից։ Ու ունենք նաև միջազգային մասնագիտացված ներդրողները, լինի դա JP Morgan-ը, Goldman Sachs, BlackRock, Bridgewater եւ այլն, որոնք չեն դիտարկում ինչ-որ մի երկիր, իրանք դիտարկում տարբեր տիպի առողջներ, տարբեր երկրներում ունեն իրենց մանդատները, որտեղ կարան ներդրում անեն, որտեղ չեն կարող, բայց այդ մասով իրանք ամբողջ աշխարհն է շատ ժամանակ վերցնում, ուսումնասիրում, որտեղ ավելի հետաքրքիր ռիսկ եկամտաբերություն առաջարկա, այդտեղ են մասնակցում։ Այդ մասը պետք է հաշվի առնել։ Դա շատ դեպքեր կան, որ չգիտեմ, այս խումբը շատ բաների մեջ մասնակցել է, մասնագիտացվածները չեն մասնակցել ու եկամտաբերություն հենց այդ արժեքների 5-10 տարի եղել է բավականին, չգիտեմ, ոչ ավելի ցածր, ասեմ, մարդիկ սպասում են ասել։ Խոսենք մի քիչ տարբեր տիպի արժեքներից, որտեղ տարբեր տեղեր ներդրում ենք անում, պետք է, չգիտեմ, պատկերացում ունենք ինչից է դա կախված։ Այստեղ հայկական ավաններն են, հայկական ավանները վերցրել են դոլարով, որը էլի համեմատելի ֆինանսավորիչը, սովորաբար օգտագործվում մինիմում, որ ինֆլյացիայից խուսափել գումարը չկորի ինֆլյացիայի պատճառով։ Այս բանին բավականին ոնց որ տեսնում եք, բավականին ցածր է եկամտաբերությունը ռեալը նշանակում է մեկ նոմինալ ավանդի տոկոսադրույքը, մինուս ենք անում ինֆլյացիայով եւ ստանում ենք ռեալ եկամտաբերություն ավանից։ Պատմականորեն բավական բարձր թվեր են եղել, իրանք կարող են լինել նաև բացասական, եթե ինֆլյացիան բարձր է, իսկ կոവിഡ്ի ժամանակ ռեալ եկամտաբերությունը բացասական էր նույնիսկ, այս բային հենց մոտավորապես 0.8% էր միջինում 2025 թվին։ Բոլոր այս թվերը ոնց որ նկարագրվում են, իրանք ռեալ, այսինքն ինֆլյացիայից հետո են։ Եթե մենք օրինակ ներդրում անեինք $100 2005 թվին, մոտավորապես կունենայինք $200 2025-ին։ Իրա ռիսկը բավականին ցածր է, ոնց որ տեսնում եք, եկամտաբերությունը բավականին ռեալ եկամտաբերություն 3.5-ա, բայց էլի այդ միջինացվածն է 20 տարվա դրվածքով։ Ստեղ մի քիչ խոսենք պարտատոմսերից, ինքը վառ կա ու ինքը ֆիքսված ակնկալվող եկամուտ է։ Սովորաբար ավելի քիչ ռիսկային է, քան թե բաժնետոմսերը օրինակ։ Բայց չի նշանակում, որ պարտատոմսը ռիսկային չի, շատ երկրներում կորպորացիաներն են սրընկացել, նույնիսկ երկրները շատ ժամանակ սրընկացել, հենց որ մտածել, որ պարտատոմսը որպես արժեթու 0 ռիսկ է, դա սխալ է, որտեղ շատ դեպքեր կան, որտեղ այս խնդիրներ են առաջացել։ 40% պետական պարտատոմսերի առնում են միջազգային մասնագիտացված ներդրողները, եւ սովորաբար պետական պարտատոմսները Հայաստանում դուրսը ավելի մոտ են, այսպես ասած, ռիսկ առանց ռիսկի ինչ-որ բանի, արժեթղթի։ Բայց իհարկե զարգացող երկրներում իրանք առանց ռիսկի չեն, շատ խնդիրներ կարող լինեն, մակրոյի հետ կապված եւ այլն։ Երբ որ նայում ենք արդեն կորպորատիվ
պարտատոմսերի մի հատ պատկեր պետք է լինի սլայդում։ Կորպորատիվ պարտատոմսերը ունեն նաև իրանց մեջ կրեդիտային ռիսկ, այսինքն ուսանա չվերադարձնելու, գումարը չվերադարձնելու ռիսկ, այսինքն խնդիրներ կարող լինեն, իրանք չկարողանան վերադարձնել այդ բառը։ Պարտատոմսերը լինում են տարբեր կլասիֆիկացիաներ ունեն, սկսած credit rating-ների, այսպես ասած, ապահովնա, բայց կան նաև պարտատոմսեր, որոնք դասվում են CC, կամ չգիտեմ BB, plus եւ այլն, հա։ Junk bond-երը նրանք են, որոնք ասենք շատ բարձր կամտաբերություն է, բայց կարողանան չկարողանան վերադարձվել, high yield bonds, investment grade-ը ամենա որակով պարտատոմսերն են, այսինքն պարտատոմսը տարբեր տիպի ռիսկեր կարող ներառել։ Այս մասն է կարևոր, որ ինֆլյացիայի պարագաներում, երբ որ ինֆլյացիան բարձր, պարտատոմսերի կամտաբերությունը կարող լինի նաև բացասական նույն ձևով ինչ որ ավանդներ են։ Այսինքն եթե պարտատոմս ունի ֆիքսացի տամուկ, դիկապիտոմս լավ է, որ ինքը ֆիքսված է, մենք գիտենք ինչ է լինելու, ինչքան գումար ենք ստանալու, եթե բոլոր գումարները վերադարձվեն, բայց նույն առումով եթե լինի ինֆլյացիա այդ պարագայում ինքը շատ ավելի լավ չի աշխատում, այսպես ասած։ Ինքը լավ դիվերսիֆիկացիայի դիվերսիֆիկացիա բաղնետոմսերի համար, բայց օրինակ նայած մեր ակնկալիքներից ինֆլյացիայի հետ ինչա տեղի ունենալու, ըստ դրա են պարտատոմսերը կարող են ունենալ լավ գրավչություն կամ ավելի վատ գրավչություն։ Հիմա դատելով թե ինչ են ակնկալում ինֆլյացիայի մասով, ըստ դրա են կարող ինչ-որ չափով հասկանանք ինչ փոխվելու ինչ տիպի, ինչքան պարտատոմսերի հատկացնել։ Սովորաբար ավելի քիչ լիկվիդային են, ունեն ինչ-որ քանի տարուց հետո կամ մի տարուց կամ երկարաժամկետ ավելի երբ են իրար գումարները վերադարձվում, ստեղ շատ չխորանամ տեխնիկական մասով, բայց եթե մենք պարտատոմսը վաղաժամկետ ենք վաճառում, ինքը նույնիսկ իր գինը կարող ընկնի, որտեղ եթե տոկոսադրույքները շուկայում բարձրեն, իմաստ չգիտեմ մեր պարտատոմսը, որ մենք առել ենք ավելի ցածր տոկոսադրույքով, իր գինը ավելի ցածր է լինելու, բայց այստեղ շատ չխորանանք դրա մեջ։ Տրանզակցիայի ծախսերը սովորաբար ավելի բարձր են, bond fund-եր կան, որ մենք առնում ենք պարտատոմսերը ոչ թե առանձին ֆոնդերի միջոցով, կոմպլեքս պրոդուկտը սովորաբար, չգիտեմ, տրանզակցիաների ծախսերն են բարձր, չգիտեմ, Հայաստանում ինչքան ես գիտեմ, այդպես բաներ չկան, պարտատոմսային դուրս է կան։ Ինչ նայել, օրինակ, երբ որ ուզում ենք խորանալ հասկանալ պարտատոմսը վճարունակ այդ կազմակերպությունը չէ, կամ ինչքանով է վճարունակ թե չէ, ամենակարևոր մետրիկաները վարկավորումն է կազմակերպության, մենք նայում ենք, օրինակ կապիտալը ու վարկերի համադրությունը, օրինակ բաժանում ենք բանը, անդամներ կապիտալը ակտիվները կազմակերպության բաժանում ենք կապիտալի վրա, ստանում ենք ինչ-որ թիվ։ Այդ թիվը կարելի է հետո օգտագործել էլի տալ AI-ին, եթե մասնագետ չենք, տալ AI-ին, ասել օրինակ այս թիվը այս մի ինդուստրիայում ինչքանով է նպատակահարմար։ Որոշ ոլորտներ քիչ ռիսկային են, կամ շատ վատ ռիսկի կազմակերպությունը, որոշ ոլորտներ ավելի ռիսկային են, ու դրա ավելի քիչ վարկ են սովորաբար վերցնում, այսինքն ratio-ները, այդ բաները, որ մենք ստանանք, կարող ասենք շատ, ասենք մի հատ տեսակ է հայտնի։ Երկրորդ մասը interest rate coverage-ն է, այսինքն ինքը ինչքան գումար է ստանում եւ ինչքան գումար է վճարում տոկոսները վճարելու համար։ Այդ մասն էլ է կարևոր, որտեղ եթե մենք ստանում ենք 100, պետք է վճարենք 50, դա արդեն խնդիր է, ու եթե մենք ստանում ենք 100, պետք է վճարենք 10, արկելապակելու համար աբորտուզացիայով շատ ավելի քիչ ընտարից է։ Դա մի քիչ ոնց որ նշեցի պատկերն է, ինչ տիպի, օրինակ մենք ունենք պարտատոմս 13% իր տոկոսադրության նոմինալ։ Լավ, ինչ է ինքը իրանից ներառում, հա։ Այդտեղ մանրամասն բաներ տան է, բաժանել է այդ 13-ը ինչ տիպի պրեմիումներ կան մեջը։ Սովորաբար աշխարհում բանա որպես ստանդարտ վերցված է, որ risk free առանց ռիսկի եկամուտը դա US-ի, Ամերիկայի պետական պարտատոմսերն են, որը տալիս են առանց ռիսկի եկամտաբերություն։ Կարող ենք տեսակետներ ունենալ պետք տենց չի, բայց բոլոր դեպքերում սնանկության հավանականությունը գրեթե 0 է ուտելի է։ Ուտում են դոլարը, ոնց որ այդ առումով risk free է, բայց ինֆլյացիան դա ինչը իհարկե կարող է այն ձևով ավարտվի, այսպես ասած։ Հիմա այդ real risk free rate-ը սովորաբար է մեկի կտորն է, դրան ավելացնում է ինֆլյացիայի պրեմիումը, այսինքն դոլարով ինֆլյացիան ինչքան է,
եթե ռեալը առանց risk-free առանց ռիսկի չէ 4% ինֆլյացիան 2 կանխատեսվող, ուրեմն ընդհանուր պարտատոմսը Ամերիկայի չգիտեմ 10 տարվա կտրվածքով, օրինակ չգիտեմ 4.5%-ա։ Այդ 2.5 ռեալ, 2 ինֆլյացիայի պրեմիումը։ Հետո երբ որ զարգացող երկիր ամանավան, մենք ավելացնում ենք երկրի ռիսկային պրեմիումը, այսինքն որոշ երկրներ ավելի ռիսկային են, չգիտեմ Գերմանիան ավելի քիչ ռիսկային է, քան չգիտեմ Հայաստանը կամ Իտալիան, ու ավելացնում ենք այդ երկրի ռիսկ պրեմիումը, հետո գալիս է currency risk պրեմիումը, այսինքն երկիրը չգիտեմ Ռումինիան կարող է եվրո բոնդ թողարկի դոլարով, Ռումինիան կարող է, չէ, Ռումինիան եվրոյով արդեն, վերցնենք ինչ երկրի վերցնենք, լավ վերցնենք Վրաստանը կամ Հայաստանը, Հայաստանը կարող թողարկի պարտատոմս իհարկե դրամով, կարող թողարկի պարտատոմս նաև դոլարով, հա։ Եթե դրամով է, այդ currency risk-ը դրա մեջ ներառում, ավելի բարձր տոկոսադրիկ։ Հետո եթե ինքը կորպորատիվ բաժնետոմսը ավելացնում եք corporate credit risk-ը, այսինքն ինչքանով է այդ վճարունակ այդ կազմակերպությունը, հետո ունենք եւս երկու բան liquidity premium-ը, այսինքն ինքը երկարաժամկետ է, կարճաժամկետ, սովորաբար կարճաժամկետ պարտատոմսերը ավելի քիչ է կամ տաբերություն է դարձել երկարաժամկետը։ Այս վերջին մասն է, liquidity ինչքանով է հեշտ իրան վաճառել։ Որոշ պարտատոմսեր շատ են վաճառվում, որոշ պարտատոմսեր վոլյումները, այսպես ասած, ավելի քիչ են, ավելի դժվար է վաճառել, եթե դժվար է վաճառել, պետք է ինչ-որ ավելի էժան վաճառես, որ արագ վաճառվի։ Հենց որ այդ պարտատոմսերի մասով այդ կառուցվածքը մոտավորապես այսպիսին է։ Ովքեր են առնում պետական, ովքեր են առնում պարտատոմսերը Հայաստանում, ամենամեծ գնորդներից կենսաթոշակային ֆոնդերն են, ինչ են իրանք, որտեղ են իրանք ներդրումանում, իրանք երևի ամենամասնային դիտասված ներդրողներից են Հայաստանում, քանի որ միջազգային ընկերություններ են, ու շատ լավ երկարաժամկետ փոխում են, ներում են անում այս մասը ավաններն են, այս մասը պետական պարտատոմսերն են, կորպորատիվ պարտատոմսեր եւ միջազգային բաժնետոմսեր, ETF-ներ, այսպիսի ինդեքս պրոդուկտներ, հա, որպես օրինակ, թե որտեղ են գումարները ներդրումարվում։ Միջազգային պարտատոմսերով էլի սա էլի որպես ֆոնդա, էլի իրանց եկամտաբերությունը ինչքան է, ռիսկը բավականին ցածր, 5.3% standard deviation, բայց նաև եկամտաբերությունն է ցածր, ռեալ 0.7%, այս էլի 2009-ի ներդրում անենք, $100 ունենք $100 վրա, ինչու այտենց, որտեղ ինֆլյացիայի մասով շատ ազդել է եկամտաբերության վրա։ Դա էլի բաժանել ենք 2-3 մասի, այս բոլոր տվյալները եթե հետաքրքիր լինեն, կարելի է կամ մի հատ կայք կա, որը այս ամբողջ տվյալները այդտեղ դրված է database-ի միջոցով, կարող եք այդ համեմատենք, հետո եթե հետաքրքիր լինի, նայեք, ուսումնասիրեք, կարգունացաներ անեք, դե պորտֆելի մասով, այո։ Bond առաջարկում construction company-ը դժգոհ 50% առաջարկում, որը actually company-ը 10%, դա 3% bank finance-ը արեց։ Դեռ bond-ը հատկանում հիմա ասպետ դաժա Հայաստանի նարիստան կարող դավիստայինը construction company-ից այդպես դիմաց ստացվի։ Հիմա ջան, ես լավ չլսեցի, հարցը մի քիչ ձայնը մշուշոտ է գալիս, կարող եք կրկնել։ Ինչ ես հասկացա, որ ինչ որ ներդրումային ընկերություն, պարտատոմսեր էր տեղաբաշխում, հա։ Հիմա ընդհանրապես, հիմա միուտա չի լսվում ընդհանրապես։ Okay, հիմա լսում եք։ Այո, հիմա ավելի լավ է։ Concrete example-ի վրա հարցնեմ, Sirius Capital-ը մի որոշ ժամանակ առաջ bond էր առաջարկում construction company-էր 14%-ով էր, որ actually company-ն ինքը տալիս էր 11%, բայց bank-ն է finance-էր անում 3%-ով։ Այդ bond-ը 4 տարվա bond էր, լավ հիշում եմ 100,000 դրամներով։ Ճիշտ ասած հետաքրքրված էին, որ ներդրում անեին, բայց հիմա որ ասում եք անգամ հայաստանյան մեր բանդերը վստահելի չեն, կարող պատահեր, որ ասենք private company-եր 4 տարի հետո գումարը չվերադարձներ։ Որպեսզի ճիշտ արտահայտեմ, ամեն մի բոնդը, եթե ուզում եք ներդրում անել պարտատոմսի մեջ, եթե ինքը ֆոնդային չի դիվերսիֆիկացված չի, սովորաբար պետք է իրան ուսումնասիրել։
Հիմա բոլոր երկրները իրենք կորպորատիվ պարտատոմսեր, պետական պարտատոմսեր, ես կարամ ասեմ իմ մասով ես որ պարտատոմսեր եմ օգտագործում, ես ուղղակի ժամանակ ունեմ հորանամ, չգիտեմ, էսմի թողարկողը լավն է, կամ թողարկողը լավն է թե վատն է, իմ համար այդ 1% ավելորդ ստանալը այդքան էլ հետաքրքիր չի, ինչքան ժամանակի հնարավորությունն է, ես ասած։ Ես երևի թե տպողում, որ պարտատոսի մասին է խոսքը, գիտեմ, ես ուղղակի ժամանակ չեմ ունեցել ուսումնասիրել։ Այն ինչ ես եմ անում, սովորաբար կամ պետական պարտատոմսն է, որ այս corporate credit risk-ը հանում է միջից, ավելի ցածր համակարգություն է։ Եվ սովորաբար անում եմ նաև Ամերիկայի պարտատոմսերը, օգտագործում եմ, չեմ ուզում ամեն ռեկլամ լինի, բայց քանի որ մենք իրանց հետ աշխատում ենք ու իրանց մոտեցումները ծանոթ են, վերաբերվում է մասնագիտացվածությանը, մոտեցումներին եւ ընդհանուր corporate governance-ը որ վերցնենք, կամ որ աշխատում իրար ծանոթ են, իրենց բավականին վստահություն ներշնչում է։ Նույն բանը կարող եմ մոտավորել այն բանկերի պարտատոմսերին, որովհետև իրանք վերահսկող են, ոնց դրա կողմական բանկի կողմից վերահսկողությունը կարծում եմ corporate risk-ը շատ է նվազեցնում։ Մենք որ այդ կարամ ասեմ, պլյուս բանկերի պարտատոմսերը նաև ապահովագրված են պարտաբաների պես, եթե ես չեմ սխալվում, ավանների պես։ Ոնց որ այդ Սա private company է, չէ՞, yəni փոստորեն վստահել։ Չէ, վստահելին, տեսեք, Այսինքն ներողություն եմ խնդրում, պիտի վստահեի այդ տվյալ կամպանին, այդ serious capital-ի մասին ապոստի, ես պիտի իրանց վստահեի, որտեղ այդ ժամանակը ես էլ չունեմ։ Հետո կարող է շատ մարդիկ այդ ֆինանսական գրագիտությունը չունենան, որ ուզենան նստեն այդ ռաշիոները գնան մեկ-մեկ նայեն, էլի ծիծաղալիք թվա որ զանգես, ասես գալիս է պետք է ռաշիոներ ուսումնասիրեմ։ Տեսեք, տեղաբաշխողը, օրինակ Equifine էլ է տեղաբաշխող, հա, այսինքն մենք ստարտափներ հետ ենք աշխատում, ստարտափներ են ցուցակում կամ Sirius օրինակ տեղաբաշխում է ինչ-որ պարտատոմս։ Տեղաբաշխողը ունի ինչ-որ պատասխան, նայած տեղաբաշխողը իհարկե, որոշ տեղաբաշխողներ կարան շատ պատասխանատվություն վերցնեն, որոշ տեղաբաշխողներ կարան ավելի քիչ պատասխանատվություն վերցնեն, որովհետև գնորդը ի վերջո անհատնա կամ կառույցն է։ Ու այդ կառույցը տալիս ու եկամտաբերությունը գնահատից։ Հիմա ինչքանով է տեղաբաշխողը, օրինակ ներում է իր ընկերությունը պատրաստ լավ, չգիտեմ, ներում է հնարավորություն տալ կամ չտալ, այդ արդեն գալիս է մոտեցումներից։ Իհարկե որպես երկարաժամկետ ներում է իր ընկերությունը կամ երկարաժամկետ մտածում, ու բոլոր դեպքերում հաճախորդին պետք է տրամադրել բաներ, որոնք նպատակահարմար են, եկամտաբերություն են առաջացնում, որ իսկին համապատասխան է։ Հիմա ինչ-որ պատասխանատվություն կրում է ներում այն ընկերությունը, բայց սա կարևոր է այն մասը, թե ներում ընկերության ներքին մոտեցումները ոնց են այդ հարցով, այդ արդեն գալիս է մի քիչ չգրված բաներից, շփումներից ավելի շատ այդ մարդկանց հետ։ Ու էլի զուտ նկարագրում եմ ես որպես ներկայացուցիչների բան ընկերության կարամ նկարագրեմ, որտեղ պատասխանատվություն ինչ-որ չափով կրում է, բայց պատասխանատվությունը ոչ թե ֆորմալ է, այլ պատասխանատվություն հաճախորդի տեսանկյունից, թե ինչ-որ տրամադրում հաճախորդին։ Հասկացա։ Հարցին թե ոչ, բայց փորձեցի ամենայնպես։ Հասկացա։ Անշարժ գույքը բոլորս անշարժ գույք կամ շատերս այնպես ինչա դա նշանակում 3 տիպի անշարժ կարա լինի residential որտեղ մենք ապրում ենք կամած վարձով ենք տալիս չգիտեմ խանութա գիտեմ ինչ որ օֆիսային տարածք գրասենյակային կամ industrial այսինքն չգիտեմ ադրամասա եւ այլն սովորաբար երկու ձև կա ունենալ այս ամեն ինչը առաջի ձևը այն է որ դու գնում ես ընդհանուր այդ արժանապատվությունն ես առնում, դուրսը նաև ԱՄՆ-ում ես ենթադրում եմ նաև Եվրոպայում կան ֆոնդեր, որտեղ մենք շատ ավելի քիչ բանով մասնակցության ներումով կարող ենք ֆոնդի մեջ մասնակցել, ինքը բավականին հետաքրքիր լավ պրոդուկտ է նաև դիվերսիֆիկացիայի մասով, անդամ չեմ օգտագործում, բայց պետք է որ կորելացիաներից ելնելով վատ բան չլինի։ Որտեղից է գալիս եկամուտը, վարձից է գալիս եւ գնի բարձրացումից։ Իրա ռիսկը մի քիչ ավելի ոչ թե մի քիչ բավականին ավելի բարձր է, որտեղ սովորաբար դու առնում ես դա վարկով,
վարկը բոլոր դեպքերում այդ ներդրումային ռիսկը բարձրացնում է։ Ինքը ավելի քիչ լիկվիդային է, ու ենթադրում է նաև, որ դու կամ ինքդ ես ղեկավարում այդ անշարժույթը բարձրացնես տալիս եւ այլն, որը ժամանակ ադմինիստրացիա, բայց կամ էլ ինչ որ մեկին տալիս ես, որպեսզի ինքը ղեկավարի։ Կախված է ու ինքը երկարաժամկետ ներդրում է, սովորաբար տենց շատ տենց կարճաժամկետ իրան trade չես անում, այսպես ասած։ Ինչից են իր գները կախված, անշարժ գույքի, հա։ Այստեղ ամենակարևոր բաներն են նշած։ Ինքը շատ է կախված մակրո ֆակտորներից։ Այսինքն ու կախված է այս մասը կարևոր, ոնց որ այն բանկային բանը, որ պատկերը ցույց տվեցի, եթե շատ ավար տրվում տնտեսությունում, իհարկե անշարժ գույքը դառնում է այլ ավելի հասանելի ու գները բարձրանում են։ Ոնց որ այդ վարկային մասը շատ կախված է նաև ցիկլիկ, այսպես ասած, պատանումներից, տնտեսությունը ինչ տիպի զարգացումներ ունի, կախված է նաև ըստ բանից, հեռանկարներից, սպասելիքներից, երկարաժամկետ այն ինչ որ ամենակարևորն է նայել, երկարաժամկետ ինքը ռեալ ինչ հեռանկարներ ունի, այս երկու մասն են, productivity-ն է մեկը ու դեմոգրաֆիան։ Այսինքն եթե երկրում արտադրողականությունը արագ աճում է, դա ազդելու է նաև մարդկանց եկամուտների վրա, անշարժ գույքի գների վրա։ Ու նաև իհարկե բանի, այսինքն ինչքան պահանջարկը որտեղից է գալիս, ինչքան է դեմոգրաֆիան, ծնելիություն, չգիտեմ, եւ այլն։ Այս երկու մասը ազդում է երկարաժամկետ, այս երեքը ազդում են ավելի կարճաժամկետ։ Այս են ավելի շատ sense ոնց է idiosyncratic, այսինքն բանա, որ լոկացիաներն է շատ կարևոր։ Բայց ընդհանուր առմամբ Հայաստանի հեսա ցույց կտանք մի հատ պատկերը, հեսա Հայաստանի անշարժ գույքի բանն է, գներն են դոլարով եւ դրամով, ոնց որ տեսնում եք, բարձրացել է, համիջել է, փոխարժեքն է շատ ազդել, եկամտաբերությունը բավականին բարձր է եղել 9.8%, ու բայց ռիսկն էլ ցածր չի եղել, հենց որ այս են պատկերը այս պահին, ես կարծում եմ հեռանկարները ստեղ բավականին դրական են, մանավանդ կախված նրա հետ, որ քանի որ արտադրողականության ու տեխնոլոգիայի մասով մենք շատ ենք առաջ գնում ու բավականին մրցունակ տնտեսություն է այս պահին, կարծում եմ անշարժ գույքի գներն էլ կլինեն, չգիտեմ, շատ չեն ընկնի ու տենց բարձրանան ավելի քիչ արագ տեմպերով կարծում եմ, բայց բոլոր դեպքերում դրական են հեռանկարները։ Ստեղ այս REIT-ի մասին էր ինչ-որ բան, որպես օրինակ, այսինքն դրսի ինչա ամերիկական ֆոնդը, եթե ես չեմ սխալվում, որը ֆոնդի միջոցով փոքր մասնաբաժին կարելի է ձեռք բերել։ Մի քիչ խոսանք բաներից, ստոկերից, բաժնետոմսեր։ Եթե պարտատոմսը ֆիքսված եկամուտ է, բիզնեսը լավ լինի, մեկը ֆիքսված եկամուտ ենք ստանում, բաժնետոմսը իհարկե բիզնեսի գործերը լավ լինի, մենք իր հետ նաև եկամուտն է մեր աճում։ Ինքը սովորաբար ավելի լիկվիդային է, այս երրորդ կետն է շատ կարևոր, ինքը շատ ավելի լավ է պաշտպանում ինֆլյացիայից, բաժնետոմսերը կանցնել այլ գործիքներ։ Տենց մի հատ մեծ ուսումնասիրություններ արվել Bridgewater-ից, Ray Dalio-ի կամպանիայից, որ ինչն է ազդում շատ լավ ինֆլյացիայի պարագաներում։ Մի երկու բան է, մեկը բաժնետոմսերն են, մեկը ոսկին է։ Բանն է լավ արժում, անշարժ գույքը, բայց նայած որտեղ։ Այսինքն երբ որ ինֆլյացիա ունենք, կազմակերպությունները կարողանում են իրանց գները բարձրացնել եւ դրա շահույթը։ Բաժնետոմսերը նաև ունեն dividend yield, սա շատ ժամանակ անտեսվում է, բայց S&P dividend yield-ը ինչքան է dividend տալիս, տարեկան 1.5% մոտավորապես։ Մեծ ստոկերը նաև գեոգրաֆիայի դիվերսիֆիկացիա ունեն, այսինքն եթե առնենք Coca-Cola, ինքը մենակ ամենայն չի վաճառքները, աշխարհով մեկ, դրա դիվերսիֆիկացիան տեղեցել է գալիս։ Տեխնոլոգիական կազմակերպությունները բաժնետոմսերի իհարկե ամենավերջին նորությունն է իրենց մեջ։ Ես խոսամ նաև մյուս սլայդում ոնց է գնահատվում, ոնց են սովորաբար մարդիկ գնահատում բաժնետոմսերի գները։ Թրենդը եղել է մոտավորապես 10-12% տարեկան առանց ինֆլյացիայի ու volatility ոնց որ այսինքն այդ ռիսկը տատանումները էլի կարճաժամկետ է սովորաբար։
Ինչից են գները կախված, դե չգիտեմ, earnings margins եւ այլն, այսօր ինչքան շահույթ են իրանք բերում, մարժաները իրանք, մրցակցություն եւ այլն, սա շատ չխորանամ, իհարկե տնտեսական ֆակտորներն են ազդում, մակրո, չգիտեմ, փոխարժեքն է, տոկոսադրույքներ եւ այլն։ Եթե մենք, այս մի հատ ինդեքսա, որ ստեղծույց ենք տալիս, S&P 500-ն է, ոնց որ ուրեմն նշեցինք, 9% 16% ռիսկ, Ստեղ ինքը բանալ լոգ չարչի, այսինքն ուղղակիորեն ադրված, հենց որ այդ պետք է ևս հաշվի առնենք, բայց ոնց որ տեսնում ենք բավականին բարձր եկամտաբերություն է եղել։ Սովորաբար հենց այն երկրներում, որտեղ ներդրումային մշակույթը արդեն չգիտեմ, տասնյակ տարիներ գոյություն ունի, իրանք բոլորը անցել են արդեն ETF-ների, ու ես էլ մի քանի անգամ կնշեմ, բայց եթե մենք ուզում ենք առանձին ստոկեր առնել, սա ենթադրում է, որ մենք ինչ-որ ինքնավստահություն ունենք, որ մենք կարողանանք այդ գները ինքնուրույն ինչ-որ վստահություն լինի, որ մենք կարող ավելի լավ կանխատեսել, քան շուկան այդ բաժնետամսի գինը ինչա լինելու։ Սովորաբար ոնց են վերլուծում առանձին բաժնետամսերը, տարբեր մոդելներ կան, free cash flow to company, free cash flow to equity, chicken Gordon discount, dividend discount models եւ այլն, enterprise valuation եւ այլն։ Այսինքն ահավոր շատ գործիքներ կան, ու էլի եթե մենք ուզում ենք խորանանք սրա մեջ այս ամենը չանել, կանխատեսել, չգիտեմ, այդ ամենը չանել, իհարկե կարող է հետաքրքիր լինի, բայց յուրաքանչյուր բան բացեք, chat-ում հարցնեք, research կարտակ, հավանականությունը, որ մենք կարող ինչ-որ stock վերցնել, որի ավելի լավ կաշխատի շուկան, շատ կամ ինչ-որ պորտֆել ստեղծել շուկայից ավելի լավ, բավականին շատ անհավանական է ու դժվար, հենց որ այս մասով կարող ես էլ ունեմ անհատ ինչ-որ բաժնետամսեր, բայց դա չգիտեմ, համոզել եմ, ասենց ասեմ, սովորաբար ETF-ներ են օգտագործում այս պահին, որը շատ ավելի նպատակարար է թե ծախսերի, թե ուշադրության, թե էներգիայի, թե եկամտաբերության մասով։ Այս նույն S&P chart-ն լոգա դրած է, որ ավելի trend-ը պատկերացնեք, լավը այն է նաև, երբ որ մենք շուկան ենք առնում այլ ոչ թե անհատ ինչ-որ բաժնետամսեր, իր լավը այն է, որ մենք կարողանանք սա կանխատեսել իր trend-ային աճը, մենք բանանք տեսնենք, ասենք գիտեք ինչ կա, տենց 100 տարվա ընթացքում S&P եկամտաբերությունը եղել է 10% ասեցինք։ Հիմա եթե ինձ հարցնեն մյուս, չգիտեմ, 10-20 տարվա ընթացքում S&P-ն ինչ անելու, ես ասեմ, օքեյ, 10% եղել է, 10%-ը հավանաբար կլինի մյուս մինուս չգիտեմ, 1%, 2% եւ այլն։ Հիմա եթե ինձ հարցնեն, տեսայի բանը փոխաբարն ինչ բաժնետամսի գինը ինչ կլինի 10 տարուց հետո կամ Amazon-ի կամ չգիտեմ Coca-Cola-ի կամ չգիտեմ ինչի, պետք է գնալ ստեղ sense ինչ-որ մի բան անել, ու ըստ դրա այդ մասը որ մենք կարանք հաշվարկենք 5 տարուց, 10 տարուց, 20 տարուց հետո ինչ կլինի, շատ ավելի դժվար է։ Դրա համար այս շուկաների հետ գործ ունենալը այդ առումով բավականին հեշտ է։ Այս dividend yield-ն է, այսինքն եթե մենք S&P-ը կառնում, ինչքան է տարեկան մեզ եկամուտ տալիս, այս էլի այտենց միջազգային բաժնետամսերի բանը եկամտաբերությունը տարիների ընթացքում ամերիկական ու զարգացող երկրների, ոնց որ տեսնում եք, եղել են տարիներ շատ բացասական բանով, -34, ոչ թե -7 ոնց որ ասացինք, բայց սա չգիտեմ, 20, 30, 40 տարվա ընթացքում մի անգամ երկու անգամ եղել, բայց ունեցել ենք նաև եկամտաբերություն 34%, 31, 28 եւ այլն։ Հենց որ այդ normal distribution-ը այսպես ասած, մեծ մասը ընկել են այդ distribution-ի մեջ, բայց եղել են նաև տարիներ, երբ որ շատ ավելի բարձր կամ ցածր եկամտաբերություն ա եղել։ Այս մասով ես կարծում շատերս տեղյակ ենք, մենք այլ վեբինարներ ենք անում, ստարտափների մասով շատ չխորանանք, բայց ինքը 70 թվականներից ոլորտը որ աշխատել է, հայկական ստարտափներում այդպես մեծ մասը մարդկանց ովքեր ներդրում են անում, միջազգային մասնագիտացած կապիտալ է, ինչ կան այստեղ եւս ասեմ, եկամտաբերությունը 15-ից 30%, մոտավորապես նայած ինչ տիպի ֆոնդերի մասն է խոսքը, ու այստեղ նաև հետաքրքիր է որ կորելացիա ստեղ բավականին լավն է ստարտափների այլ արժեքների հետ։ Այս մեր ստարտափներն են, որ մենք ունեցել ենք կամ ունենք Հայաստանում, 4 հատ ստարտափ անցած տարի ավաճառվել Հայաստանում դեսերվիս տայպի IPO-ն եւ այլն։ Այս են միջազգային որոշ միջազգային ներդրումներ են, որոնք ներդրում են անում շարունակաբար հայկական ստարտափներում։ Ֆոնդերի մասով այս երևի
առաջ կային այսպես ասած mutual ֆոնդերը, ակտիվ կառավարվող ֆոնդեր, էլի եթե նայենք ուսումնասիրությունները ստատիստիկան շատ քիչ ակտիվ կառավարվող ֆոնդեր, որոնք ստեղծում են ալֆա, այսպես ասած, կարողանում են շուկայից ավելի լավ շարունակաբար եկամտաբերություն ստեղծել։ Այս բանին շատ ավելի շատ են օգտագործում ETF-ները, ինդեքս ֆոնդերը, կան նաև ինդեքս ֆոնդեր, բայց ETF-ները համ հարմար են, համ քիչ ծախսատար են, համ շուկան են արտացոլում եւ հենց որտեղ այս բանին շատ ժամանակ տարբեր կազմակերպություններից, հենց սուբյեկտներից ու այլից հենց այս ETF-ների օգտագործումն է։ Այս երկրորդ կետն էր, երրորդը personal finance-ն է, մի քիչ արագ սրանով էլ անցնենք, բոլորս որպես անձնավորություններ, նույն ձևով ինչ-որ կամպանիաներ ունեն ակտիվներ, պասիվներ եւ զուտ կապիտալ ունենք նաև մենք, լիկվիդային ակտիվներ, ոսկի օրինակ, երկարաժամկետ, ինչ-որ բաժնետոմսեր եւ այլն, արշաշգույք եւ ունենք նաև վարկեր շարժանակ,ական վարկեր ունենք, չգիտեմ, արշաշգույքի անեպ եւ ունենք նաև net worth։ Այս ամեն ինչը կարելի է իհարկե հաշվարկել ու ստեղծել ինչ-որ պատկեր, թե ոնց է մեր մոտ այս ամեն ինչը աշխատում ու ենք հասել, այսպես ասած։ Այստեղ կարելի է նայել լիկվիդայնությունը, ինչքանով է երկարաժամկետ, ռիսկը իհարկե, ինչքանով են մեծ եկամտաբերություն սա բերում ակտիվների մասով օրինակ։ Այստեղ օրինակատրված է emergency fund-ը, ոնց կարելի է հաշվարկել։ Նույն բանը կարելի է անել ծախսերի եւ եկամուտների մասով, ինչ տիպի ծախսեր կարող լինեն, ինչ տիպի եկամուտ, ու մենք կարող ենք այդ ծախսերը վերլուծել, ընթացքում տարբեր app-եր կան, ծրագրեր կան, այսօր էլ մի հատ ներկայացրեցին մեզ, շատ կարևոր մաս է, որտեղ դու կարաս պատկեր ստեղծես քո համար, թե որտեղ են քո ծախսերը գնում, ինչ տիպի ծախսեր են, պարտադիր ծախսեր են, ծախսերը ավելի շատ հայեցողական են, ներդրումային ծախսեր են, թե սպառողական ծախսերը, ներդրումային ծախսը կարող լինի օրինակ, չգիտեմ, կրթություն, ներդրումներ, կամ չգիտեմ, առողջություն, հա։ Կան տարբեր app-եր, որ կարելի է օգտագործել, շատ ավելի շատ են այս բանին կարծում կամ սրանք, Monify-ն ենք մենք կամ ես օգտագործում անձամբ, բայց նաև այլ օրինակներ կան, ասում եմ, պակաս չկա էլի դրանցից։ Անցնենք մի քիչ պորտֆելի կառուցվածքի մասին, ինչա դա նշանակում եւ ինչա ռիսկը ու պորտֆելը ոնց են ձևակերպում։ Սովորաբար մարդիկ ունեն տարբեր, ինչքան են մարդիկ ուզում ռիսկ վերցնել, երկու բանից է կախված։ Նախ կախված է թե ինչքան մենք գումար ունենք, այսինքն կարող ենք մենք այդ ռիսկը վերցնենք թե չէ, եւ երկրորդը կախված է մենք ուզում ենք այդ ռիսկը վերցնել թե չենք ուզում։ Ռիսկը ոնց որ ասում է standard deviation-ը։ Ու այն եկամտաբերությունը կախված է հենց ռիսկից, եթե բացի դիվերսիֆիկացիայից ծրացեցինք, եթե ինչ որ կարճ ժամանակ եկամտաբերությունը ավելի բարձր է, քան թե ռիսկը, այսինքն ոչ թե իրենք sense են, այս եկամտաբերությունը ավելի բարձր է, ինչա տեղի ունենում, որ ինչ որ մարդիկ դա հայթայթում են, գնում են առնում են այդ ակտիվը, այդ ակտիվի գինը բարձրանում է, իհարկե, որտեղ բարձրացել է բարձրացել, ու իր երկարաժամկետ եկամտաբերությունը նվազում է, այսինքն էլի գալիս է հավասարման ռիսկին։ Հիմա այդ ակտիվ ներդրում անող ֆոնդերը, hedge ֆոնդերը կամ չգիտեմ այլ տիպի կազմակերպություններ սովորաբար փորձում են այդ տիպի դիսբալանսը գտնել ու ավելի արագ հասնել մնացածը, բայց ոնց որ միշտ կարելի է ասել, եթե ինչ որ ակտիվ այդքան լավն է ռիսկի համեմատ, աշխարհի ամբողջ գումարները կլինեն այդ ակտիվի մեջ։ Եթե այդտեղ չկան, ուրեմն այդտեղ ռիսկը համաչափ է։ Այսինքն մենք կարելի է այդպես ձևակերպել։ Դեռ կարելի է ասել, որ պարտադիր չի, որ լավ ակտիվը լինի լավ ներդրում, այսինքն լավ ակտիվը կարող է այդքան վեր գնահատված լինի, որ ինքը իր գինը այնքան բարձր լինի, որ ինքը այլևս լավ ներդրում չի։ Լավ ակտիվ է, լավ կազմակերպություն է, բայց կարող է լավ ներդրում չլինի, հակառակը, երբ որ կազմակերպությունը կարող է այնքան վատ լինի, բայց իր գինը այնքան ցածր է, որ արժի առնել, որովհետև ավելի հավանական է, որ ինքը կլավանա ու գինը կբարձրանա։ Ու էլի ոնց որ ասում միակ անվճար ձևը եկամտաբեր ստանալը դա այսինքն դիվերսիֆիկացիան է։ Ինչից է կախված մարդկանց այս risk tolerance-ը, ինչքան են իրենք ռիսկ ուզում վերցնել, ֆինանսական նպատակներից, այսինքն եթե մենք, չգիտեմ, 80 տարեկան ենք,
շատ անհավանական է մենք շատ գումարներ ներդրում կանենք, չգիտեմ, ստարտափների մեջ, կամ ոնց որ ավելի ռիսկային տեխնոլոգիական կամ բաժնետոմսերի մեջ ընդհանրապես, որովհետև այդ գումարը մեզ ավելի շատ կարճ ժամանակում է պետք լինելու, կամ չգիտեմ, եթե մենք երիտասարդ ենք, շատ ռիսկ ենք տեսնենք։ Liquidity needs-ը էլի, եթե թոշակն ենք դասնում, այդ արդեն պետք է պլանավորենք մեր եկամտաբերությունը ոնց է լինելու, կամ պասիվ եկամուտ ունենալ։ Կախված է նաև մեր եկամուտներից, սպասված եկամուտներից, այսինքն ինչքան ենք սպասում ենք, որ մեր չգիտեմ, բարձրացությունը կբարձրանա, իհարկե կարող ավելի շատ ռիսկ վերցնել։ Կախված է այս մասն էլ է կարևոր, այսինքն awareness, knowledge, education, այսինքն ինչքան մարդիկ տեղյակ են ռիսկերից կամ տեղյակ են ներդրումներից, տեղյակ են արժեքներից, ավելի շատ փորձ ունեն, իհարկե շատ ավելի շատ ռիսկ կարան վերցնել։ Ու կախված է նաև բանը ասեցինք, age-ը ասեցինք, այսինքն տարիքը մեր, ու կախված է նաև մեր ներքին, չգիտեմ, պատմություններից, զգացմունքներից, ինչքանով ենք սիրում կնայել, թե չենք սիրում, ոնց որ այդ ներքին բաներն են, որոնք ալգում են։ Հիմա այդ ամեն ինչը ալգում է լավ է։ Լիկվիդայնության մասով լիկվիդայնությունը ունի դա պրեմիումը, այսինքն ինչքան գործիք ավելի լիկվիդ է, այնքան սովորաբար դա եկամտաբերությունը ավելի ցածր է։ Հիմա ըստեղ որ համատային ներդրումի եկամտաբերություն լիկվիդայնություն, էլի հակառակ կորելացիա, ինչքան լիկվիդ ինստրումենտ, այնքան ավելի ցածր եկամտաբերություն։ Հենց որ ստեղ էլ տենց պատկերավոր դա նշված է։ Ստեղ մի քանի օրինակներին ասենք, օրինակ մենք տենց 30 տարեկան ենք օրինակ ու ուզում ենք, չգիտեմ, պորտֆելներ ձևակերպել, բոլորիս համար, չգիտեմ, մեր համար հետաքրքիր կամ մեր նպատակներից ելնելով կարող պորտֆել ստեղծենք տարբեր գործիքների մեջ, ավաններ, կապտատոցներ եւ այլն, ուստեղ կարող արդեն հաշվարկենք, որտեղ այս բոլորի եկամտաբերությունը միջինացած մենք ունենք, ու շատ հեշտ է այդ իրանց մասնաբաժնիստը հաշվել իրանց միջին եկամտաբերությունը ինչքան է լինելու։ Էլի եթե մենք օգտագործում ենք ֆոնդերի, ETF-ների շուկայի մեջ մասնակցություն, եթե մենք օրինակ վերցնենք այստեղ, չգիտեմ, այս Nasdaq-ի փոխարեն գնենք, չգիտեմ, մենակ Nvidia, մենակ Amazon, մենակ Tesla, այդ առումով շատ ավելի դժվար կլինի կանխատեսել իր եկամտաբերությունը պորտֆելի ինչքան է լինելու, որտեղ այդ անհատ կազմակերպությունների հետ տարբեր բաներ կարող լինեն։ Բայց երբ որ sense տիպի պորտֆել ենք ստեղծում, որ ավելի շատ շուկաներից է կախված, այլ ոչ թե անհատ ինչ-որ բաժնետոմսերից, այդ ժամանակ մենք կարող ենք ստեղծենք ինչ-որ պորտֆել, ինչ-որ մասնաբաժիններով, իրանց ու արդեն շատ ավելի հեշտ է կանխատեսել։ Սա որպես օրինակ է, ոնց որ ասում է, չգիտեմ, պատմական վերը իհարկե չի նշանակում, որ ապագայում է կլինի, բայց բոլոր դեպքերում ինչ-որ ցուցանիշներ են, որ կարելի է օգտագործել։ Հիմա ըստեղ օրինակ այս պորտֆելը մոտավորապես 11% եկամտաբերություն է, պորտֆելը 13 եւ այլն, հա։ Ուստեղ նաև նշված է, թե ինչքան եթե մենք սա զուտ խնայենք, ինչքան գումար կլներ 30 տարուց հետո եւ ինչքան կլներ, եթե մենք, չգիտեմ, 10% պորտֆելի մեջ ներդրում անեինք։ Հիմա եթե մենք 30 տարեկանում եմ, իրանք sense տիպի տես արան, եթե մենք իհարկե արդեն 50 ենք, այդտեղ ավելի շատ պետքա լինեն ավելի քիչ ռիսկային գործիքներ, շատ ավելի շատ ավաններ, շատ պարտատոմսեր, եթե մեր risk tolerance-ը ցածր է, եթե մի քիչ ավել է, էլի շատ ավելի շատ ավան պարտատոմս ու շատ ավելի քիչ այլ բաժնետոմսեր, բաժնետոմսեր օրինակ, հա։ Բայց այստեղ նշված է, թե 15 տարուց հետո, օրինակ էլի, եթե մենք 30 ենք, մենք 30 տարի կարող խնայողություն անել, ներդրում անել, եթե մենք, չգիտեմ, 50 ենք, ու արդեն թոշակի պետք է անցնենք շուտով, տենց մեր հորիզոնը արդեն 30 տարի չի, ավելի կարճ է, ու դա պետք է դա հաշվի առնել, երբ որ մենք այդ պորտֆելը ստեղծում ենք ըստ մեր անձնական նպատակների։ Օրինակ, այս պահին մի պորտֆել, որ իմ մոտ է, այս պահին այս տիպի պորտֆել է, շատ ավելի շատ բարձր լիկվիդայնություն է, իր եթե հաշվենք իր ռիսկը ինչքան է, իր եկամտաբերությունը ինչքան է, մոտավորապես սենց է։ Հիմա այս պահին այդ պորտֆելն է, բայց ասում նպատակը, կարա նպատակը այլ լինի, որ ինչ-որ ժամանակ ընթացքում դու փոխես քո պորտֆելը։ Հիմա այս
մի չգիտեմ, մի երկու ամիս առաջ կամ տենց մի ամիս առաջ կարանք ասենք, որ նպատակը հեռանկարային, այս ոչ մեկին խորհուրդ չեն տալիս 20% ստարտափի ներդրում անել, ես ուղղակի կանոնից ոլորտում եմ շատ ավելի լավ պատկերացում ունեմ, սովորաբար ասում եք 10-ից ոչ անել, բայց իմ նպատակը այս պորտֆելի անձնական պորտֆելի մասում մոտավորապես տենց է։ Հիմա իր expected return-ը 10.75 է, դիվիդենտությունը 18, բայց հետո երբ որ արդեն այդ սկսեցի մի քիչ ավելի շատ ուսումնասիրել այս կոռելացիաները, դիվերսիֆիկացիաները, որ ցույց տվեցի, հա, արդեն իմ պորտֆելը ինչ որ չափով փոխվեց, որտեղ իր այս մի պորտֆելը ու էս էլի ոնց կարելի է սահանել, վերցնում կարակ վերցնել, չգիտեմ, կոռելացիաները, վերցնել դեր նախընտրած պորտֆելը, տալ չաթին, ասել գիտես ինչ կա ինձ մի հատ օպտիմալ պորտֆել ստեղծի, ինքը կստեղծի պորտֆելը, կասի մոտավորապես այս պորտֆելի, sensitive risk ունի, sensitive accountability-ը այս մեկը էս կան։ Հիմա եթե մենք այդ ամեն ինչ գործողությունը վերցրեցի արեցի, ինքը շատ ավելի դիվերսիֆիկացված պորտֆել է ստեղծել, որի եկամտաբերությունը 18 է, բայց ռիսկը ավելի ցածր։ Օրինակ S2-ը որ համեմատենք, շատ չնչին ավելի ցածր եկամտաբերությունը այս մի պորտֆելում, որը ավելի օպտիմալ է դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, բայց ավելի մեծ փոփոխություն է ռիսկի մասով, հա, այստեղ արդեն 18% էր, այստեղ 16.75 է։ Ու այս տենց բավական ու այս երբ որ մենք արդեն այդ պորտֆելը ստեղծում ենք, այս պորտֆելը ստեղծում է, չգիտեմ, մի 3-4 տարվա կտրվածքով մոտավորապես, հենց ամեն ամիս իրան չենք փոխում, մենք ստեղծում ենք ինչ-որ մեր նպատակներից իրեն պորտֆելը, դրա ամեն ամիս անում ենք մոտավորապես նույն բանը, չենք փոխում աճուձախ, չգիտեմ, բաներ, սերտական խոր չի դնում։ Կարող է ասենք asset reallocation-ը չգիտեմ 2 տարին 1, 3 տարին 1, օքեյ է, բայց մեր համար այս ամեն ինչի է այդպես հեշտացնում, որտեղ մենք ունենք ինչ-որ պատկեր, ինչ-որ նպատակ, ինչ-որ արդեն վերլուծություն արել ենք, անում ենք այդ 2-3 տարվա ընթացքում ամեն ամիս նույն բանը, cost dollar average, չգիտեմ, այդ մոտեցումն է, որ անում ենք, ոնց դրա էլ ասել դրանքներն ստացվում շատ ավելի հեշտ ու շատ ավելի քիչ էներգիա տանում, քան ստե մտնել հատ ինչ-որ բաժնետոմս վերլուծել, կամ ինչ-որ պարտապոկ վերլուծել, հա։ Այս էլ եթե նայում եք արդեն այս պորտֆելի մակարդակով, եթե sensitive ինչ-որ պորտֆել ստեղծել այդ 10-11% եկամտաբերությամբ, այլ ասել, եթե մենք զուտ խնայում ենք դնում ենք բանկով առաստողների մոտ արդեն սեսկան կներ 30 տարուց հետո, եթե մենք ներում ենք անում, այս էլ արդեն այդ էքսպոնենցիալ էֆեկտն է, որ ինչ կանով է տոկոսադրույքների իրան վրա ախախում, հա։ Ստեղ եթե հարցը չկան, ասենք արդեն բաների, այս behavioral finance-ի, ինչ տիպի սովորաբար սխալներ են արվում, overconfidence-ն է շատ հաճախ, այս ներողների հետ մեկ-մեկ շփվում ենք, բայց չգիտեմ, իմ պորտֆելը, չգիտեմ, S&P 12% բարձրացել կամ չգիտեմ, 19% բարձրացել անցած տարի, իմ մոտ իմ պորտֆելը, չգիտեմ, բարձրացել է 40%, դրա ես տենց լավ ներդող եմ, սխալը ես էլ եմ արել, չգիտեմ, երկար տարիներ առաջ, բայց այս մասը պետք է համեմատել այն եկամտաբերությունը, որ դու վերցնում ես իր ռիսկի հետ։ Շատ մարդիկ, չգիտեմ, Nvidia են առել, այդ Nvidia շատ լավ աշխատել, բայց ըստ դրա էլ օքեյ, դա օքեյ է, բայց իրա અંદર կան տարբեր տիպի ratio բաներ, ցուցանիշներ, Sharpe ratio կա, beta կա եւ այլն, հենց որ այդ մասը, որ մենք կարանք ավելի խելացի լինենք շուկան ընդհանրապես, դա մի քիչ հենց շատ մեծ ինքնավստահություն պետք է ունենա այս բանի մասով, այս բանում անելու համար, հա, դա ենթադրում է, որ ինչ-որ չափով ու մենք բոլորս չենք կարող հենց ամբողջ աշխարհի ամբողջ ինֆորմացիան վերլուծել ու ավելի լավ ներդրում անել, հենց անանալի համարը։ Emotional influence-ը is fearing greed, նա դրա համար այդ ամսական նույն ձևով անելը ամեն ամիս շատ կարևոր է, որտեղ մենք փորձում ենք խուսափել այդ երբ որ սովորաբար ինչ է լինում, երբ որ շուկան բարձրանում է, մենք ինչ-որ գումար ենք ներդրում անում, ունենք 100 միավոր, հետո շուկաների բարձրացավ, վայ ինչ լավ աշխատում էլի 200 կանենք, հետո շուկան էլ ավելի լավ աշխատում, արդեն 500 են բանանում, որտեղ գումար աշխատում էր համար, հետո այդ շուկան կարող է խռա ու այդ մենք շատ ավելի շատ փոխում ենք, քան մենք սպասում ենք։ Հենց որ այդ ստանդարտ ձևով ներդրումներ անելու չտրվելը, որ այս բանի շատ լավ այս ամեն ինչ աշխատում, դա կարևոր է։ Երկրորդ կարևոր բանը այն է, որ աշխարհը երբեք այնպես չի վերջանում, ու եթե նույնիսկ վերջանա, այս ամեն ինչը մի քիչ անիմաստ է ստացվում, ու ոնց նայեցիք տարբեր կրիզիսներ են լինում, տարբեր,
չգիտեմ, ինչ ասես չի լինում, բայց այդ տրենդը բաժնետոմսերի մասը շարունակում է վերև գնալ, ըստ դրա երբ որ շուտան են գնում մի քիչ դժվար է կարող է էմոցիոնալ, բայց չգիտեմ, ես հիշում եմ 2009-ին կրիզիսների ժամանակ, հիմա չգիտեմ, միներով այդ խոսում ենք, բաշխուկան են գելա 10%-ով, այն չգիտեմ, երկա մեծ բանը կամ 10%-ով չի ընկել, ես հիշում եմ ասում 2009 թիվը չգիտեմ, շուկայում 30% մի օրում ընկնում, բայց մեկ ասել թե ժամանակավոր է ու սենտրապաջ պապականները նայում ենք, հենց էլի աշխարհը դες չի ավարտում էլի։ Loss aversion-ը եւս մի հատ խնդիր ա, որ մենք շատ ժամանակ ունենք, եթե մեզ օրինակ 50-50% հավանականությունով տան դու $10 կամ կորցնում ես կամ շահում ես զուտ ինչ-որ բանը ուշ դիլ տալով, սովորաբար մարդիկ չեն տուն դառնան, որովհետև չգիտեմ, չեն սիրում գումար կորցնել։ Հենց որ այդ պետք է հաշվի առնել, երբ որ ներդրումներից են խոսում, մարդիկ ախենում են գումար կորցնելուց, բայց դրա ավելի գումար աշխատելը շատ ավելի բարդ հավանականություն ունի։ Anchoring-ը մի քիչ ավելի կոմպլեքս թեմա է, մենք չգիտեմ, եթե առել ենք բաժնետոմսը 100-ով ինքը եկել է մինչև 90, մենք սպասում ենք մինչև ինքը բարձրանա դառնա 100 ու միանգամից իրան վաճառում ենք։ Որտեղ արդեն հետ են բերել կոմպուսները, այդ ամեն ինչը, չգիտեմ, ուրիշ պետք է դիտարկվի, կամ մենք սպասում ենք, որ ինքը բարձրանա երկարաժամկետ, կամ էլ եթե իսկապես 90 անգել ու շատ ավելի վատ արժեքով տալ, գուցե պետք է վաճառել այլ բան անել, որը շատ ավելի արագ կաչի հավի կանցնի, հա։ Herd behavior-ը եւս կարևոր բան է, անենք այն ինչ որ անում ենք բոլորս, շատ ժամանակ է, երբ որ բաները, շուկաները, այսպես ասած, մի քիչ քուչի պատան, բոլորս անում ենք նույն բանը։ 2001-ին, 2099-ին, չէ, 98-ին, 99-ին զարգացող երկրների մեծ տենց պոպուլար ներումներ, հետո 2000-ին իհարկե technologies, բաներներ, IT bubble-ներ, հետո 2008-ին բոլորը ներում են անում ֆինանսական բանկերում եւ աշխարհում, նենց որ այդ ամեն ինչը հա տենց լինում է, ու էլի դիվերսիֆիկացիան ստեղել է շատ լավ աշխատում, եւ պետք է հա հաշվի առնել, օքեյ, այն ով ներդրում անում այս ակտիվի մեջ, բայց նույնիսկ եթե մասնագիտացողներն են անում այդ ակտիվի մեջ, չի նշանակում, որ իրենք չեն սխալվում, տենց որ դա էլ է լինում։ Investment best practices, ինչ լավ բան, ինչ ձևով պետք է առաջնորդել փորձից ելնելով կամ չգիտեմ ուսումնասիրությունից, էլի ներողների հետ խոսալուց, վայ, երբ որ ես մեծ գումար ունենամ, այդ ժամանակ ներդրում կանեմ, ու դրա հետ շատ փոքր կաշխատեմ։ Գումարը գալիս է տարբեր դեպքեր, կարակ նայեք, չգիտեմ, ուսումնասիրություն կարտակ, բայց գումարը կուտակումը գալիս է կարգապահությունից ու հնարավորությունից։ Շատ ժամանակ մենք կարող բարձր չգիտեմ, եկամուտ ունենանք, բայց այդ բարձր եկամուտը էլի ծախսենք, հա, ծախսելը դժվար բան չի։ Այդ ամենակարևոր բանն է, որ այդ կարգապահությունը, խնայողությունը կարգապահությունը։ Երկրորդը շուտ սկսելն է, ամենակարևոր բանից է, որ ասում եմ, բանի վրա, այդ կուտակումի վրա։ Այս մասը արդեն խոսեցինք, դիվերսիֆիկացիան բոլոր դեպքերում դիվերսիֆիկացիան միակ ձևն է, որ մենք ստեղծում ենք եկամուտ առանց բարձր ստվերցնելու։ Էլի ոնց որ ասում մի հատ մեր համար, որովհետեւ տարբեր իրանց կոնտեքստից ելնելով, նպատակներից, ինստիտուցիից ելնելով ստեղծում ենք target portfolio ու ըստ դրա առաջնորդվում ենք, հետո ինչ որ բահի գուցե փոխենք, ինչ որ չափով շտկենք։ Ու ոնց է ռիսկը վերցնում, դե իհարկե ավելի բարձր ռիսկ, երբ որ ավելի երիտասարդ ենք։ Մի օրինակը, որ սովորաբար տրվում է, եթե մենք 25 տարեկան ենք, 25% Sparta-Thompson ենք անում 75 stock, եթե չգիտեմ 50 տարեկան են, 50-50 եւ այլն, հա, այդպես բավականին ստանդարտ մոտեցում է ստեղ, ու էլի այս կարգապահությունը կարող։ Investment approach-ը էլի սովորաբար ETF-ներն են, մենք կարող ենք հաշվարկենք եկամտաբերություն, հաշվարկենք ռիսկ, ու դրա շատ ավելի ապահով է, ասել ես 1, 2, 5 կամ 10 արժեք բաժնետոմս, հա։ Այս ոնց որ նշեցինք էլի ահավոր շատ մոդելներ կան, ահավոր շատ, չգիտեմ, տարբեր տիպի multiples եւ այլն, որ կարելի անել, բայց դրա ժամանակ։ Սուստը իհարկե time in the market ավելի կարևոր է, քան market timing-ը։ Ես ասեմ, ինչ շուտան ընկնի, հետո կառնեմ, կամ ես կվաճառեմ վերև, այդ ահավոր դժվար է, եթե հեշտներ մարդիկ կարող են անել, բայց էլի 95-ից ավել տոկոս չի ստացվում։
Behavior discipline էս էլ է կարևոր trading-ը եթե trading-ը սովորաբար փոխ չի տրվում իրանք բացել են առաջացնում էմոցիաների տակ էս ավելի հեշտ ընկնում եթե ուզում եք շատ հետաքրքիր trading-ով զբաղվել եք ինչ փոքր մասնաբաժին ինչ-որ account ունենանք դրա համար բայց եթե մենակ այդ անենք մենակ այդտեղ ընդհանուր պորտֆոլիո չխառնենք դա երբ որ մենք բան ենք անում էլի շատ նորություններ կարդալ, ես կարդամ, մենք կարդամ, մեկը էս բան ասեց, մեկը այն բան ասեց, ամբողջ աշխարհի նորությունների երբեք չեմ կարող կարդալ ու նորությունները դրա համար են նորություն, որ մեր դեպքում ինչ-որ բաներ անելու, բանավան տրեյդինգի մասը։ Ու տրեյդինգի մասը շատ բան ենք անում, ենք ավելի ծախսա, որտեղ ավելի բան հավանականություն սխալներ անելու։ Բայց որպես ներում այն ընկերությունների համար այդ կարող է նաև ֆիզիկական վերելի sense ասենք էլի պորտֆելը հաճախ նայել է ինչ է տեղի ունենում էլի ժամանակատարը անիմաստ ֆոկուսը ատում այս կետն էլ է կարևոր այս մեկ ասեցին արդեն աշխատել երբեք չի վերջանում շատ ժամանակ վայ այս եղավ շուկան ընկավ 5% կամ այս եղավ շուկան ընկավ 10% կամ այս եղավ շուկան չգիտեմ շուկային պետք են նորություններ, ինչ են պետք նորություններ։ Եթե վատ նորություններ չլինեն, կոպիտ ասած, այդ S&P 500 կամ Nasdaq-ը կլինի այսինքն էքսպոնենցիալ։ Բայց քանի որ ինքը իր տրենդը, որը կախված է բանից, արտադրողականությունից եւ այն sense բաներից, շուկային պետք է ինչ-որ պատճառ, որ ինքը ընկնի։ Որտեղ եթե չլինի, ահա որ բան անդառնա, ահա որ բեր գնահատված overvalue դառնալու։ Այսինքն մենք արագ զարթնենք ինչ-որ մի օր, ինչ-որ մի խնդիր է հայտարարել, շուկան ընկել է 10%, բայց էլի պատճառը պետք բարբերաբար, որ շուկան այսպես էլ correct անի։ Risk management էլի, ստեղ կոմպլեքս բաներ չի խորհրդվում, իրանք կամ ծախսատար են, կամ մենք իրանք սարի քիչ ենք հասկանում, ու չգիտեմ էլի, պետք է մասնագետ լինես այն բաներ օգտագործել։ Ներումներ անել բարկով չի տրվում, ունենալ ինչ-որ լիկվիդայնություն, երբ շուկաները ընկնում են եւս ինչ-որ բան առնել գուցե, բայց էլի եթե market timing-ը կարելի է ինչ-որ բան ունենալ, բայց չգիտեմ, առանձնապես օրանալ սրա մեջ սпасել ինչ շուկան ընկնում պետք չի։ Հենց առողջ մտածելակերպը այն է, որ շուկաները հայել պատանվելու են, տրենդը բարձրանալու է, ու դրա կարգապահությունն է կարևոր ու ոչ թե կարճն։ Այդքանն էր, ստեղ ինչ-որ պլատֆորմների մասին եմ կարողված երկու սլայդ, չգիտեմ, մեր մասին, այս մասը կարող ցույց տամ, S&P 500-ը, Nasdaq-ը, S&P ETF-ներ են, մենք օգտագործում, կամ ես անձամբ օգտագործում, SPY-ն ամենամեծը, QQQ-ն ամենամեծը, բանի Nasdaq-ի կամ ամենամեծերից այնպես էր դիվերսիֆիկացիայի մասով կարելի է այս ինչ-որ SPY-ներից վերցնել այս արգացած երկրների SPY-ներն են կարելի է վերցնել տարբեր սեկտորների ETF-ներ, չգիտեմ, manufacturing ETF կամ չգիտեմ, biotech կամ չգիտեմ ինչ, տարբեր տիպի ETF-ներ կան։ Արտատոմսերի ETF-ներ եւս կան, բայց չգիտեմ, կոմպլեքս պրոդուկտ է, չգիտեմ, մանավանդ մի քիչ ինֆլյացիայի դարում ենք ապրում, արտատոմսերը պետք է հաշվի առնեն ինֆլյացիայի մասը։ Commodity ETF-ներ կան, բայց էլի շատ կոմպլեքս պրոդուկտ, ընդ ֆյուչերների վրա են հիմնված, էլի բավականին դե մասնագետ ես, կարաս օգտագործես, բայց ընդ rollover կա, չգիտեմ ինչ-որ տարբեր տիպի եւ այլն, ասենք բան, չգիտեմ, կարող եք փորձել, բայց շատ դժվար պրոդուկտներ են դրանք։ Ապարապես եք տամ, այսօրվա համար։ Դե հարցեր կան ինչ-որ այս պահին, չգիտեմ, ընդհանուր առմամբ, ինչ կարծիքի եք, ինչ հարցեր կան, ինչով եւս կարանք օգտակար լինել։ Կարելի է ես դեր պլատֆորմի մասին հարցնեմ, թե այս մի հատ ինձ ասեք, ես ճիշտ ասած այդ invest-ը, որ ես արեցի 10,000-ով, նայեցի այնտեղ այն ամենավերջին ստարտափի մեջ կար 10,000, հետո մի անգամից կար 40,000։ Ես մտադիր էի 20,000-ի, բայց չկար այդ մեջտեղը։ Ուզում եմ հասկանամ, որ բոլոր ձեր investment-ները այդպես, այսինքն 10-ից գնում է 40,000, թե օրինակ այդ ստարտափները այդպես կարող է մյուսը 20,000 ունենա։ Չէ, այնտեղ մի հատ օպցիա կա, որը կոչվում է other։ Այդ other-ի վրա կարաք սխմեք,
որտեղ լրացնեք այն։ Այսինքն ադերի մեթով ես կարող եմ 20,000 անել։ 20,137 չգիտեմ, որևէ տիպ Հասկացա, որտեղ լավ այդ հասկացա։ Հիմա ես ճիշտ եմ հասկացել, որ յուրաքանչյուր present արած կամ launch արած startup-ից ինչ որ մի մասնաբաժին առնելը, դա է startup-ներում investment անելու ամենաճիշտ ձևը։ Այսինքն ինչքան startup-ներ կայացնում եք, մինչև մի 20-30 հատ ամեն մեկից մի փոքր առնել։ Դե ավելի լավ է քիչ 20-30-ի մեջ հասնեմ մի տեղ ամբողջ գումարը հագստել։ Հա։ Ինչ է ուզում հարցնել, լավ օքեյ։ Այլ հարցեր։ Չէ։ Okay, դե Դասելի հարց ունեմ, ճիշտ ասած, չէի հիշում։ Ասենք թե ստոկների մեջ invest արեցինք, հատկապես ETF-ը։ Անցավ մի 4 տարի հետո եւ ասած դες մեքենա գնելու համար այդ գումարը մենք կարիք ունեցինք։ Ինչքան շուտ ենք այդ գումարը վերցնում, այնքան մեր return-ը ավելի քիչ է լինում, չէ՞։ Դե դժվար է կանխատեսել մյուս 4 տարվա մասով ինչ ատեղ ունենալու, բայց եթե մեքենայի նպատակ ունեն գնելու, երևի ավելի լավ է ավան գնել կամ պարտատոմսը տարիների ընթացքում ոչ թե բաժնետոմս։ Որտեղ բաժնետոմսը 4 տարի հետո կարող է անգնի իր բաժնետոմսերի գինը, կարող է անգնի, իսկ ավանը 4 տար մոտավորապես ասում է բաժնետոմսերը 5 տարուց ոչ ավելի քիչ պետք է ներդրում արվի, եթե 5 տարուց քիչ ես ուզում ներդրում անես, ավելի լավ է պարտատոմս ավան կաստը բաժնետոմս։ Լավ, հասկացա։ Շնորհակալություն։ Okay. Շատ լավ։ Դե ուրախ ենք բոլորին տեսնելու։ Եթե հարցեր լինեն, իհարկե կապի մեջ ենք, դες լավ օրենք մաղթում եւ մինչ հանդիպում։